Գերմանիան չեղարկել է Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում նոյեմբերի 13-ին կայանալիք հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աղետ խորագրով համերգը։ Գերմանական DPA գործակալությունը հղում կատարելով Գերմանիայի արտգործնախարարությանը հաղորդում է, որ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ստամբուլյան համերգը հետաձգվել է, քանի որ հյուպատոսարանի սրահները տվյալ օրը ազատ չեն լինելու։ Հայտնի չէ, սակայն միջոցառման անցկացման նոր ամսաթիվը։ Համերգին, որին հետևելու էր հայ-թուրք-գերմանական բարեկամական միության բացման արարողությունը, հրավիրվել էին Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը, վարչապետ Բինալի Յիլդրիմը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն եւ մշակույթի նախարար Նաբի Ավջն։ Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց արտաքին գերատեսչության մասնակցության։ Վերջին 7 ամսվա ընթացքում Անկարան սուր քննադատություն էր հնչեցնում աղետ նախագծի վերաբերյալ, որը ֆինանսավորվում է Եվրամիության եւ Գերմանիայի արտգործնախարարության կողմից։ Անցած ապրիլին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովից պահանջել էր դադարեցնել աղետ նախագծի ֆինանսավորումը, որը շուրջ 200,000 եվրո է կազմում։ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը թուրքական իշխանությունների այս քայլը որակել էր որպես խոսքի ազատության բռնաճնշում։ Հոկտեմբերի սկզբին էլ Անկարան դադարեցրեց իր մասնակցությունը Ստեղծարար Եվրոպա ծրագրին, որի շրջանակներում Թուրքիան 2014 թվականից ի վեր տարեկան մի քանի միլիոն եվրո աջակցություն էր ստանում մշակութային ծրագրեր իրականացնելու համար։ Որպես պատճառ նշվել էր Ստեղծարար Եվրոպա ծրագրի կողմից աղետ նախագծի ֆինանսավորման հանգամանքը։ Աղետ նախագիծը, որը միավորում է հայ, թուրք եւ գերմանացի երաժիշտներին, 2015 թվականի մայիսից հանդես է գալիս հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարով։ Նախագիծը կավարտվի 2017 թվականի ապրիլին։